Продолжаем с вами. Եվ այսպես շարունակում ենք Серия «Всемогущая кровь». ամենակարող արյուն սերիան, И урок называется «Положение верующего, приобретенного кровью». դասի վերնագիրն է հավատացյալի դիրքը ձեռք բերված արյունով, հավատացյալի դիրքը ձեռք բերված արյունով։ Мы будем читать текст 2 Коринфянам 5:17. Կարդանք 2 Կորինթացիս 5:17 Итак, кто во Христе, тот новая тварь. Եվ ով որ Քրիստոսում է, նա նոր արարած է։ Древнее прошло, теперь все новое. Հներն անցան եւ ահա ամեն բան նոր է։ Следующий текст, который мы прочитаем, Ефесянам 2:6. Երկրորդը որ կկարդանք Եփեսացիս 2:6 Здесь написано, что «И воскресил с ним, и посадил на небесах во Христе Иисусе». Նրա հետ հարություն տվեց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Հիսուս Քրիստոսում Եփեսացիս 2:6 Луки 10 глава 19 стих. Иисус говорит: «Даю вам власть Ղուկաս 10:19 Հիսուս ասում է տալիս եմ ձեզ իշխանություն, наступать на всю силу вражью, որպեսզի կողկրտեք տշնամու բոլոր զորությունները и ничто не повредит вам». եւ ոչինչ չի վնասի ձեզ։ И Римлянам 16:20. Եվ Հռոմեացիս 16:20 Апостол Павел пишет: Бог Պողոս առաքյալ ասում է. Бог же мира сокрушит сатану под ногами вашими вскоре. Եվ խաղաղության Աստվածը շուտով խորտակի սատանան ձեր ոտքերի տակ։ То есть мы на этом уроке попробуем установить, какое положение мы имеем перед Богом. Այս դասում մենք պետք է փորձենք սովորել, թե մենք ինչ դիրք ունենք Աստծո առջև։ На всем протяжении нашего хождения с Богом в нас действует процесс жизни. Մեր ամբողջ Աստծո առջև վարվելու ընթացքում մեզ գործընթաց է սպասվում։ И вот этот процесс, который запущен, он уподобляет нас в образ Иисуса. Եվ այդ գործընթացը, որ ինքը արձակվել է, դա մեզ նմանեցնում է Հիսուս Քրիստոսի պատկերին։ Этот процесс называется освящение. Այս գործընթացը անվանվում է սրբացում։ И Бог будет много работать над нами. Եվ Աստված ինքը շատ կաշխատի մեզ հետ։ Бог будет избавлять нас от всего того, что в нашей жизни не угодно Ему. Աստված կազատի մեր կյանքից այն ամենից, ինչը որ իրեն տհաճ է։ И мы столкнемся с пустыней в нашем сердце. Եվ մենք կարճակատվենք մեր սրտի անապատի հետ։ И Бог допустит в нашей жизни такие ситуации, где мы увидим свое сердце. Եվ Աստված թույլ կտա մեր կյանքի մեջ իրավիճակներ, որտեղ որ մենք կտեսնենք մեր սիրտը։ Но когда это произойдет, мы должны знать, что Бог совершает над нами работу. Բայց երբ որ դա կկատարվի, մենք պետք է հասկանանք, որ Աստված աշխատանք է տանում մեզ։ Этот процесс освящения необходим для нашего роста и расширения во Христе. Այս սրբացման գործընթացը մեր աճի համար է լավ եւ մեր Քրիստոսի մեջ լայնանալու համար։ То есть Бог убирает из нас лишнее для того, чтобы расширить нас и наполнить больше Богом. Այս կա Աստված հեռացնում է մեզանից ավելորդը, որպեսզի լայնացնի մեզ եւ մեզ լցնի Աստծով։ И дьявол будет постоянно нас убеждать, что в таком положении наши отношения с Богом нарушены. Եվ հակառակորդը ամեն բան անելու է, որ մեզ վստահեցնի, որ այսպիսի իրավիճակներում մեր հարաբերությունը Աստծո հետ արդեն խախտվել է։ Смотрите, если мы попали в такую духовную пустыню, Տեսեք, եթե մենք ընկել ենք այսպիսի հոգևոր անապատի մեջ, и мы анализируем и находим, что в нашей жизни есть добровольный грех, եւ մենք քննում ենք ու տեսնենք, որ մեր кյանքում գիտակցական մեղք կա, то мы знаем, что нам надо покаяться в этом грехе. այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ պետք է այդ մեղքի մեջ ապաշխարենք։ Но если мы смотрим в сердце и такого греха нет в нас, Բայց եթե նայում ենք մեր սիրտը, տեսնենք, որ այդպիսի մեղք չկա, и мы сталкиваемся с какими-то сложностями, եւ մենք բախվում ենք ինչ-որ դժվարությունների հետ, то Бог просто хочет показать нам наше сердце. այդ дебքում Աստված ուզում է մեր սիրտը ցույց տա։ То есть через такие ситуации Бог показывает нам нас. Այսինքն այսպիսի իրավիճակների միջոցով Աստված ցույց է տալիս մեզ։ Я помню, ехал как-то с одним братом, он служитель. Ես հիշում եմ եղբոր հետ գնում էի մի И անգամ, он за рулем, а я рядом եւ ехал. նա ղեկին, И он едет за рулем и рассказывает, как Бог употребляет եւ его. նա պատմում է ինչպես է Աստված իրեն օգտագործում, И много разных свидетельств рассказывает. եւ տարբեր վկայություններ է տալիս։ И я сижу, говорю: о, да, слава Ես Господу, նստած ասում եմ, «Ո, ինչ լավ է, փառք Տիրոջը»։ наш Бог чудесен. Մեր Աստված հրաշալի է։ И вдруг машина какая-то обгоняет и подрезает его. Եվ անկարծ մի մեքենա իր դիմացն է И հայտնվում։ он нажимает на тормоза и начинает материться, скверные Եվ слова. նա կանգնում է արկելակում է ու սկսում է հայոյել։ И такой пи-пи-пи-пи.
Այդպես պիպ-պի И я раз так на него смотрю. ու հանկարծ նրան нայում եմ։ Думаю, где я нахожусь? вообще? Ասում եմ, որտեղ եմ ես գտնվում։ Он же вот только сейчас рассказывал, какой Бог Նա чудесен. նոր խոսում էր, թե ինչպես ինչ հրաշալի է И, конечно, Աստված։ ему стало стыдно в моем Իհարկե, присутствии. իհարկե նրան ամոթալի էր իմ Но ներկայությամբ։ понимаете, вот эта ситуация показала ему то, что на самом деле у него в сердце. Հասկանում եք, այս իրավիճակը նրան ցույց տվեց իր սրտում ինչ կա։ Поэтому и то, над чем ему еще нужно работать. Եվ այն ինչի դեռ ինքը պետք է աշխատի։ Но и мы все равно, мы должны при всем при этом сохранять уверенность в ценности крови Բայց Иисуса. այս ամենու հանդերձում մենք պետք է նայենք այդ արժեք պահենք Քրիստոս Հիսուսին։ Смотрите, когда Израиль готовился выйти из Египта, Տեսեք Իսրայելը երբ որ պատրաստում էր դուրս գալ Եգիպտոսից, чтобы окончательно поставить фараона на колени, Бог постановил, что все младенцы перворожденные должны были умереть. որպեսի վերջնականապես փարավոնին ծնկի բերի Աստված թույլ տվեց, որ բոլոր ավակ զավակները, առաջնեկները մահանան։ Но Бог повелел израильтянам заколоть агнца и помазать его кровью перекладины и косяки дверей. Եվ իսկ Աստված հրահանգ տվեց Իսրայել ժողովրդին, որպեսի անարատ գար վերցնեն եւ այդ արյունը իրենց դրանդիկներին ու սեմերին քսեն։ То есть должен был пройти ангел смерти, и который, если ангел смерти видел вот эту кровь, он проходил мимо. Այս կպետք է անցներ մահվան հրեշտակ, երբ որ նա անցներ ու տեսներ այդ արյունը կշրջանցեր։ То есть эта кровь, она защищала всех, кто находился в доме. Այսինքն այդ արյունը պաշտպանում էր բոլորին, ովքեր որ այդ տանն են։ Были даже такие египтяне, которые поверили в это. Եղան նաև այդպիսի եգիպտացիներ, ովքեր հավատացին։ Представьте, это даже в их жизни работало. Պատկասեք, անգամ իրենց կյանքում դա И вот աշխատեց։ этот ангел смерти, он не заходил в дом. Եվ այդ մահվան հրեշտակը տուն ներս չմտավ։ То есть, знаете, так иногда мы думаем, зашел в дом, проверь, курит человек сигареты или там еще в депрессии находится. Դեք դες մտածում ենք ներս мտավ տեսնի, այդ մարդը ծխում է թե դեպրեսիայի մեջ է։ Он не проверял это. Նա դա չէր ստուգում։ Он просто смотрел, есть ли кровь на этом доме. Նա ուղղակի նայում էր տեսնում էր այդ տան վրա արյուն կա թե ոչ։ Единственное, что их спасло, это была кровь. Միակ բանը, որ նրանց փրկեց, դա արյունն էր։ И именно кровь Иисуса нас спасла. Հենց Հիսուս Քրիստոսի արյունն է, որ փրկեց И мы никогда не должны забывать об этом. Եվ մենք երբեք չպիտի մոռանանք սրա մասին։ Даже когда мы проходим во времена вот эти сложные, трудные, когда Бог очищает нас, Անգամ երբ որ անցնում ենք այդպիսի դժվար իրավիճակներով, երբ որ Աստված մեզ մաքրում է, и что-то совершает в нас, երբ որ բան կատարում է մեր и в մեջ, нашем сердце открывается что-то греховное, եւ մեր սրտի մեջ բացում է ինչ-որ մեղավոր բաներ, мы видим свое состояние, մենք տեսնում ենք մեր կարգավիճակը, мы не должны забывать, что кровь Иисуса Христа, мы есть спасены. մենք չպետք է մոռանանք, որ Հիսուս Քրիստոսի արյունն է, որի շնորհիվ մենք փրկված ենք։ Именно кровь Христа обеспечила наше искупление. Հենց Հիսուս Քրիստոսի արյունն է, որ մեզ ապահովեց այդ И փրկագնումը։ мы не должны колебаться, но мы должны наполняться мужеством и верой. Եվ մենք չպետք է տատանվենք, այլ պետք է արիությամբ եւ հավատքով լսենք։ Неправильно думать, что мы можем как бы мимо дьявола так проскользнуть на цыпочках. Հնարավոր չէ որ սատանայի կողքով սենց ուղղակի խույս տալ, И пустыня, она не в тысячах километрах, լստալ։ Անապատում դա հազարավոր կիլոմետր, она прямо перед нами. հազարավոր կիլոմետր հեռու չէր, դա մեր դիմացն է։ Она на нашем пути хождения с Նա Богом. մեր Աստծո հետ քայլելու ճանապարհին է։ И Дух Святой обязательно будет проводить нас через Եվ нее. Սուրբ Հոգին անպայման մեզ դրա մեջով կանցկաս։ Но если мы понимаем свое положение во Христе, Բայց եթե մենք հասկանում ենք մեր դիրքը Քրիստոսի մեջ, то мы можем устоять. այդ ժամանակ մենք կարող ենք կանգնած մնալ։ Итак, какое положение во Христе мы имеем благодаря крови? Եվ մա ինչպեսի կարգավիճակում ենք մենք ի շնորհիվ արյան։ Наше положение во Христе имеет большие преимущества. Մեր կարգավիճակը Քրիստոսի մեջ մեծ հնարավորություններ ունի։ Быть во Христе подразумевает, что Он окружает наше духовное существование. Լինել Քրիստոսի մեջ դա նշանակում է, որ նա շրջապատում է մեր հոգևոր գոյատևումը։ Дай бутылку с водой. Я хочу показать наглядно. Ուզում եմ ցույց տամ այդ պատկերը։ Давайте мы представим, что вот эта бутылка – это Иисус. Եկեք պատկաստենք, որ այս շիշը որպես Հիսուսն է։ Вода, которая в бутылке, Ջուրը, որ այդ շշի մեջ է, это Его жизнь, դա նրա կյանքն է, вечная жизнь. հավիտենական կյանքը։ Что делает Бог? Ինչ է անում Աստված։ Например, эта конфета – это мы. Օրինակ այս կոնֆետը մենք ենք։ И что делает? Он спасает нас. Նա փրկում է մեզ, То есть Он берет, снимает с нас վերցնում է մեզանից հանում է нашу սա, вот эту греховность, մեր մեղավոր վիճակը, делает нас святыми դարձնում է մեզ սուրբ и помещает нас
внутрь себя. եւ մեզ իր ներսն է տեղափոխում։ Мы помещены во Христа. Մենք տեղափոխվել ենք Քրիստոսի մեջ И мы находимся в Его жизни. եւ մենք նրա կյանքի մեջ ենք գտնվում։ Она жизнь преображает нас. Եւ այդ կյանքը մեզ արտացոլում է։ Мы եւ во Христе. անապոխում է։ Մենք Քրիստոսի մեջ ենք։ Если мы находимся в воде, эта вода окружает нас. Եթե մենք գտնվում ենք ջրի մեջ, այդ ջուրը մեզ шրջապատում է։ Но можно сейчас эту конфету вытащить, Բայց մա հնարավոր է այդ կոնֆետը հանել и она перестанет быть окружаема водой. եւ նա կդադարի ջրով շրջապատված լինել։ Какое-то время она будет мокрая, но потом опять станет сухой Ինչ-որ մի конфетой. ժամանակ դեռ թաց կլինի, բայց հետո կչորանա ինքը։ Но это еще, вот это положение, оно еще означает вот эту важную вещь. Այս դիրքը եւս նշանակում է, Когда мы пребываем во Христе, երբ որ մենք բնակվում ենք Քրիստոսի մեջ, и это положение мы получаем благодаря крови Христа, այս կարգավիճակը մենք ստանում ենք իր շնորհիվ արյան։ то чтобы добраться сатане до нас, ему нужно пройти через Иисуса. Եվ որպեսզի սատանան հասնի մեզ, նա պետք է Հիսուսի անցնի, որ հասնի մեզ։ То есть фактически он не может до нас добраться, если мы находимся во Այսինքն Христе. փաստացի նա չի կարող մեզ հասնել, եթե մենք Քրիստոսի մեջ ենք։ Понимаете, да? Հասկանում եք։ Как сатане добраться? Как вам добраться сейчас? Знаете, доберитесь до этой конфеты. Փորձեք այս կոնֆետին հասնել։ Вы не можете добраться. Չեք կարող։ Точно так же дьявол, если мы во Христе, он не может добраться до нас. Նույն ձև նաև հակառակորդը սատանան չի կարող, երբ որ մենք Քրիստոսի մեջ ենք, չի կարող И հասնել։ ему сначала нужно пройти через Господа Иисуса. Եվ նրան պետք է ի սկզբանե պետք է անցնի Հիսուս Քրիստոսի նոր մեզ։ Наше пребывание во Христе ограничивает все его нападки с надежностью. Մեր Քրիստոսի մեջ բնակվելը սահմանափակում է նրա բոլոր ջանքերը, որ հատացնի մեզ։ Помните, как Бог ограждал Иова? Հիշում եք ինչպես էր Աստված ցանկապատել Հոբին, Все, что мог делать сатана, это ходить вокруг да около. այն ինչ որ կարող էր անել սատանան, միայն կարող էր նրա շուրջը շրջել։ Бог говорит, вас постигло искушение, Աստված ասում է ձեզ եկել է հասել է փորձությունը, но при искушении я дам вам облегчение. բայց փորձության ժամանակ ես ձեզ կտամ հանգստություն։ То есть, другими словами, он говорит, я дам вам выход. Այսինքն ուրիշ բառերով ասած կտամ ձեզ ելք։ То есть вы проходите через пустыню, находитесь в испытании. Այսինքն դուք ասում եք անապատով փորձության մեջով։ Вы не видите выхода, сзади фараон, впереди море, по краям горы. Չեք տեսնում ելք, հետևում փարավոնի զորքներ դիմացը ծովն է կողքերը արդեն լեռներն են։ Но если вы будете пребывать во мне, Բայց եթե դուք իմ մեջ բնակվեք, в такой ситуации я дам вам выход. այսպեսի իրավիճակներում ես ձեզ կտամ ելք։ И этот выход в Господе Иисусе Христе. Եվ այդ ելքը Հիսուս Քրիստոսի մեջ Бог է։ покажет нам выход. Աստված ցույց կտա մեզ И ելքը։ когда мы это поймем, это будет победа наша. Եվ որ մենք սա կհասկանանք, սա մեր հաղթությունը Она կլինի։ будет обеспечена. Սա ապահովված կլինի։ Я хочу, чтобы мы прочитали с вами 90-й псалом. Ես ուզում եմ որ ձեզ հետ միասին կարդանք 91-րդ Սաղմոսը։ Давайте мы откроем, все вместе прочитаем. Եկեք բացենք միասին կարդանք։ То, о чем мы сейчас говорим, это вот описано в этом псалме. Այն ինչի մասին որ մենք խոսում ենք այդ Սաղմոսի մեջ գրված է։ Мы часто читаем этот псалом. Հաճախ կարդում ենք այս Для Սաղմոսը։ многих людей он просто как какой-то заговор или что-то. Շատ մարդկանց համար ուղղակի կարծես թե մի ասացված լինի։ Но на самом деле этот псалом имеет глубокий смысл. Բայց իրականում այս Սաղմոսը շատ խորը իմաստ ունի։ И вот и он говорит о том, что мы сейчас рассуждаем. Եվ նա խոսում է նրա մասին, ինչի մասին որ մենք քննարկում ենք հիմա։ Во Христе Иисусе кровь Иисуса – это наш покров и наш щит. Հիսուս Քրիստոսի մեջ նրա արյունը դա մեր ապահովությունն ու մեր ծածկոցն է։ Давайте прочитаем с 1 по 16 стих. Եկեք կարդանք առաջինից 16-րդ խոսքերը։ Да, может, все вместе давайте Կարող прочитаем. ենք միասին, հա? Ասեմ 3-4, պատրաստ ենք։ 3-4 Բարձյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետեւ նա կփրկի քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը, նա կծածկի քեզ իր փետուրներովը, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ, դու չես վախենա գիշերվա զարուրանքից, այն նետիցը, որ թրջում է ցերեկը, այն ժանտախտիցը, որ խավարում է շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսօրումը, 1000 հոգի քո կողմից կընկնեն եւ 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես,
որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու բարձրալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի ասնի և նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը, նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտը քարին չդպցնես, առյուծների և ուժերի վրա կգնաս, առյուծի կորյունների և վիշապի ոտով կող կտաս, որտև նա ինձ ցանկացավ և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչի դեպի ինձ և ես կլսեմ նրան, և նրա հետ կլինեմ լռության մեջ, կապրեսնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկար օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան, ամեն։ Смотрите, какая надежда и какое обетование дал нам Бог. Տեսեք ինչ մեծ հույս եւ ինչ մեծ խոստում է տվել մեզ Все это Աստված։ для нас. Այս ամենը մեզ համար Но է, есть одно условие. բայց կա մեկ պայման։ То, что мы читаем этот псалом, это не будет в нашей жизни. Այն ինչ որ մենք կարդում ենք այս սաղմոսը, սա մեր կյանքում չի լինի։ Мы можем наизусть его знать. Մենք կարող ենք անգիր իմանալ, Провозглашать целый день, провозглашать его. ամբողջ օրը հրճակել, Ничего не произойдет. ոչինչ չի կատարվի։ Можете носить бумажку в кармане с этой Կարող живые եք помощи. այդ գրվածքով թուղթ ունենալ ձեր Ничего գրպանում։ не произойдет. Ոչինչ չի լինի։ Эти обетования, они приходят только тем к людям, которые живут под кровом Всевышнего. Այս խոստումները գալիս է միայն այն մարդկանց համար, ովքեր апրում են բարձրալի ծածկոցի տակ։ Не говорят, а живут под кровом. Ոչ թե խոսում են, այլ ապրում են ծածկոցի տակ։ Видите, где находится эта конфетка? Տեսնեք որտեղ է գտնում այդ կոնֆետը, Она живет. նա ապրում է, уже расправляется։ Да, и она как с Иисусом, с его жизнью растворяется. Արդեն Հիսուսի հետ իր կյանքը ձուլում է։ И в конечном итоге она станет одно целое. Ի վերջ-վերջո նա դառնում է մեկ И ամբողջական։ приятно пить будет, это будет новый напиток. Հրաշալի կլինի անգամ խմել է նոր հեղուկ Не կլինի։ просто горная вода с Ванадзора. Ոչ թե Վանաձորի այդ Это вода Сари джуры. со вкусом мяты какой-то. այս ջուրը խայ։ Понимаете, да? Հասկանում եք։ Если мы пребываем во Христе, Եթե մենք բնակվում ենք Քրիստոսի մեջ, и эти обетования, вот они для такого человека. այդ խոստումները այդպիսի մարդկանց համար են։ Иисус является Спасителем и Господом нашим. Հիսուսը մեր փրկիչն է եւ մեր Տերն է։ И если Он для нас Господь, Եթե նա մեզ համար Տեր է, то мы Его слуги. այդ ժամանակ մենք նրա ծառաներն ենք։ И апостол Павел очень ясно показал, что мы рабы Господа. Եվ Պողոս առաքյալը շատ հստակ ցույց է տալիս, որ մենք Աստծո И, ծառաներն ենք։ следовательно, любая атака на нас, это та же самая атака на нашего Господа. Եվ հետեւաբար ամեն հարցակում դեպի մեզ դա նույնն է, ինչ որ Տիրոջ վրա է հարձակում։ Условие, что мы должны быть Его рабами. Պայմանը նրանում է, որ մենք պետք է լինենք նրա ծառաները։ Некоторые верующие называют Иисуса Господом, но Он не является для них Господом. Որոշ հավատացյալներ Աստծուն անվանում են Տեր, բայց նրանց համար նա Տեր չի։ Я говорю, какой Он Господь для тебя? Если ты делаешь, живешь, как ты хочешь, так и Ասում живешь. ինչպես կարող նա քո Տերը լինել, եթե դու չես ապրում նրա կյանքով, այլ ապրում ես ինչպես դու ուզում։ Просто называй Иисус твой Спаситель. Ուղղակի անվանում ես Հիսուսը իմ Да, փրկիչն։ Он прощает твои грехи. Այո, նա ներում է քո Но не մեղքերը, называй Его Господь. բայց նրան մի անվանիր Потому որպես что Տեր։ если мы говорим, что Он Господь, тогда мы слуги Его. Դրա համար որ մենք ասում ենք, որ նա մեր Տերն է, որ մենք նրա А ծառաներն ենք։ слуги, они делают и готовы сделать все, о чем попросит их Իսկ Господин. ծառաները անում են եւ պատրաստական են անելու այն ինչ որ իրենց ասում И են Տերը։ атака на слуг, она дает защиту. То есть атака на слуг, это то же самое, что дьявол будет атаковать Եվ Господа. հարցակումը ծառաների վրա նույնն է, որ Տիրոջ վրա հարցակ։ И Бог будет охранять нас. Եվ Աստված կպահպանի մեզ։ Он будет обеспечивать все наши нужды. Նա կհոգա մեր բոլոր կարիքները И Он будет вооружать нас. եւ նա կզինի մեզ։ Я помню, когда мы начали служить, с женой приехали первый раз на миссию. Հիշում եմ, որ կնոջս հետ առաջին անգամ գնացնենք միսիայի։ 90-е годы очень трудно было нам жить. 90-ական թվականները շատ դժվար էր մեզ համար Очень ապրելը։ скудно мы жили. Շատ նեղ էինք ապրում։ Макароны, я помню, постоянно одни макароны. Անընդհատ մակարոն։ Потом картошка. Կարտոշկա։ Жареная, пареная, вареная, всякое. Տարա տիրի տա։ Крахмал. Крахмал։ Было очень трудно.
շատ դժվար է։ Но мы приняли решение, что мы ничего не будем брать от людей. Բայց մենք որոշում կայացրեցինք, որ ոչ մարդկանցից ոչինչ չենք Мы վերցնի։ хотели принести Евангелие людям. Մենք ուզում ենք մարդկանց ավետարանը Не հասցնել։ хотели думать, что люди будут думать, что мы что-то приехали, чтобы от них что-то брать. Չենք ուզում, որ մարդիկ մտածեն, որ մենք եկել ենք իրենցից ինչ-որ մի бан ստանալ։ И мы как могли служили Господу. Եվ մենք ծառայում ենք Տիրոջը։ Моя жена была беременная. Կինս հղի էր, И я помню, когда у нас полностью все закончилось. հիշում եմ, երբ որ մեզ մոտ ամեն ինչ վերջացել էր։ Только масло там стояло подсолнечное в Միայն холодильнике. այդ ձեթն էր մնացել։ Ничего не было Ու больше. էլ ոչինչ չկար։ Мы покушали в 4 часа дня, все. Մենք ժամը 4-ին կերանք ու վերջ։ И легли спать, и я слышал, как у моей жены проходит это так в животе от голода, урчит. Եվ արկեցին քնելու ես, հիշում եմ կնոջս այդ որովայնում ինչպես էր այդ ձայները գալիս այդ И мне սովածությամբ։ даже казалось, что ребенок у нее тоже голодный там. Եվ ինձ թվում էր, թե երեխան էլ է այնտեղ И սոված։ я думаю, хорошо, мы переночуем, утром я поеду в город. Ասացի լավ, կգիշեր ենք առավոտյան կգնամ И քաղաք։ может быть моя мама что-то мне там положит, соберет Եվ продукты. միգուցե մայրս ինչ-որ մի բան ինձ հետ դնի, ինչ-որ մթերք И դնի։ мы кое-как уснули. Եվ մենք մի կերպ И քնեցինք։ вдруг я слышу звонок, сильный звонок, Եվ утром անկաս рано. լսում եմ ուժեղ զանգ առավոտյան կանուխ։ И я встал с постели, открываю дверь. Մահճակալից վեր կացա, դուրը բացեցի։ И стоит одна сестра из церкви, она ну, такая с 2 сумками полными. Մի քույր է կանգնած եկեղեցուց երկու լեբլեցուն այդ տոպրակներով։ И у нее испуг, страх такой. Եվ նա այսպեսի վախեցած հայացք И ունի։ она так, возьмите, это вам. Եվ նա ասում է վերցրեք սա ձեզ И я համար է։ говорю, нет, нет, сестра, извините, ну не надо. Ասում եմ ոչ քույրիկ կներեք, բայց պետք չէ։ И она вдруг говорит, Եվ նա հանկարծ ասում она է։ говорит, если вы не возьмете, меня Бог накажет. Ասում է եթե дուք չվերցնեք, Աստված ինձ կպատժի։ И я говорю, ну-ка заходи, что Ասում լավ случилось? ներս արի, լտեսնեմ ինչ է։ Она такая, ну у нее хозяйство свое, она обеспечение имеет. Նա իր այդ բաղբաղ չեն ուներ, տենց հոգեր И տանում։ она рассказывает, утром она пошла в сарай, чтобы подоить корову. Եվ ասում է առավոտյան պատմա առավոտյան երբ որ գնացել էր այդ կովերին կերակելու, Она говорит, я сидела на этой тубареточке, пела какой-то псалом. ասում է նստած է այդ աթոռին ու այդ ինչ որ սաղմոս է երգում։ И вдруг позади себя она говорит, я слышу голос. Եվ հանկարծ նա ասում է, որ հետևիցս ինչ որ ձայն լսեցի։ Пойди, собери, что у тебя есть, и отнеси Денису с Любой. Գնա հավաքիր ինչ որ ունես ու տար Ձինիսին ու Լյուբային։ Она говорит, я посмотрела назад, никого нет. Ասում է նայեցի հետև տեսա ոչ ոք չկա։ Ну, думала, может, показалось мне. Ասեցի երևի թե ինձ թվում է։ И продолжала доить корову. Եվ շարունակեցի կթել И կովին։ вдруг я второй раз услышала голос. Եվ երկրորդ անգամ այդ ձայնը Но լսեցի։ голос уже был строгий. Բայց արդեն ձայնը խիստ էր։ Она говорит, я испугалась, я поняла, что Ասում է ես это Бог. վախեցա ու հասկացա որ դա Она говорит, я Աստված է։ бросила эту корову, побежала собирать все, что там было у Թողեցի այդ меня. կովին ու գնացի ինչ որ ունեի И она հավաքեցի։ говорит, Денис, пожалуйста, возьми. Ասում է Ձինիս խնդրում եմ Ну, վերցրու։ конечно, я не хотел, чтобы ее Бог наказывал. Ես իհարկե չէի ուզում որ Աստված նրան И պատժի։ я так глянул, что там в сумках. Ես նայեցի տեսա ինչ կա Еще я պայուսակի։ очень сильно хотел кушать. Ու արդեն շատ ուզում էի սնվել։ И моя жена тоже там выглядывала Եվ уже. կինս էլ էր արդեն И я говорю, տեսա։ хорошо. Ես ասացի լավ։ И мы открыли эти сумки. Եվ մենք բացեցինք այս И պայուսակները։ чего там только не было. Ինչ ասես որ չկար И այնտեղ։ свежий хлеб, Թարմ հաց, и молоко, կաթ, и такая густая сметана, եւ այդպես սմետանը, И թվասերը, միս, и сало, սալ, и много-много лук, там все чеснок. Очень было շատ вкусно. բաներ, սող, И мы это սոխ։ рано утром мы Եվ кушали. մենք առավոտյան կանող У սկսեցինք нас սնվել։ был утренний обед. Մեզ համար առավոտյան տենց И ճաշ էր։ я помню, Господь тогда сказал мне, Եվ հիշում եմ Տերը ինձ այդ ժամանակ ասեց. если ты будешь служить, Եթե դու կծառայես, я никогда тебя не оставлю. ես երբեք քեզ չեմ թողնի։ Если будет нужно, я и таким способом буду приносить тебе Եթե еду. անգամ կարիք կլինի, ես այսպեսի կարգավիճակով էլ В կհասնեմ։ моей жизни никогда такого больше не было. Իմ կյանքում երբեք այդպես էլ չեղավ։ Чтобы Бог кого-то заставил принести мне Որ продукты. Աստված ինչ-որ մեկին ստիպի, որ ինձ համար սնունդ բերե։ Было много-много разных чудес, когда Бог обеспечивал нас. Եղան տարբեր հրաշքներ, որ Աստված մեզ համար հոգ տարավ։ Но я помню эту историю. Բայց ես հիշում եմ այս պատմությունը։ Если мы служим Господу, Бог не оставит нас. Եթե մենք ծառայում ենք Աստծուն, Աստված մեզ չի թողնի։ Он введет нас в сражение, но для победы введет. Նա մեզ մղում է դեպի պատերազմի, բայց մղում է նրա համար որպեսի հաղթանակ И տանի։ Он будет обеспечивать все наши нужды и будет вооружать нас. Եվ նա կհոգա մեր բոլոր կարիքները եւ կզինի մեզ։ Разве это не замечательно быть вот в этой бутылочке? Միթե
հրաշալի չէ լինել այս շշի մեջ։ Это намного лучше быть в бутылочке, чем у меня во рту. Այդ ավելի հրաշալի է լինել այդ շշի մեջ, քան իմ բերանի Я մեջ։ бы эту конфету сразу зубами. Ես այդ կոնֆետը հիմա ատամներով մի անգամ հա։ И так дьявол делает с Եվ нами. այդպես անում է թշնամին Мы սատանան։ перестаем пребывать во Христе. Մենք դադարում ենք լինել И он Քրիստոսի своими մեջ։ челюстями пытается нас Եվ նա այդ разорвать. իր ժանիքներով փորձում է մեզ ջարդել։ Библия говорит, что он ходит как рыкающий лев, ищет кого поглотить. Աստվածաշունչը ասում է, որ նա մռնչացող առյուծի պես ման է գալիս, թե ում կուլ տա։ Пребывайте во Христе. Բնակվեք Это Քրիստոսի մեջ։ пребывание кровь Христа нам дает. Այդ բնակությունը մեզ Քրիստոսի արյունն է Мы տալիս։ должны находиться под господством нашего Господа Մենք Иисуса. պետք է գտնվենք մեր Տեր Հիսուսի տիրության տակ։ Дальше мы прочитали с вами и увидели, что Иисус превознесен над всеми духовными сферами. Շարունակության մեջ մենք կարդացինք, որ Հիսուսը ինքը բարձրացած է բոլոր հոգևոր երկնավորներից ավել։ То есть Иисус выше, чем сатана и выше, чем его царство. Այսինքն Հիսուսը բարձր է սատանայից եւ նրա Когда թագավորությունից։ говорит, сатана под ногами нашего Господа. Եվ որ ասում է, որ սատանան մեր Տիրոջ ոտքերի տակ է։ Некоторые харизматы, они так как бы, он под ногами, они его там где-то... Որոշ խարիզմատներ այդպես ասում են, մեր ոտի տակ է, որտեղ է սա։ А они не понимают, что это значит. Նրանք չեն հասկանում, թե դա ինչ է։ Под ногами это значит, у него власти нету. Այդ ոտքերի տակ գտնվել դա նշանակում է, որ նա իշխանություն չունի։ То есть, когда под ногами я властвую над этим. Այսինքն երբ որ ոտքերի տակ ես իշխում եմ նրան։ Его власть сатаны под ногами нашего замечательного Господа. Սատանայի իշխանությունը, սատանան մեր Տիրոջ իշխանության ներքո Зачем է։ мне топтать? Я и так про это знаю. Ինչու ես տրորեմ, ես այդպես էլ դա գիտեմ։ И дальше в Ефесянам 2 главе 6 стихе Павел открывает нам. Եվ շարունակության մեջ Եփեսացիս 2:6 Պողոսը բացում է Он մեզ։ говорит, что мы во Христе. Նա ասում է, որ մենք Քրիստոսի մեջ ենք։ Очень ясно показано, что мы верующие теперь во Христе находимся в духовном положении намного выше, чем сатана. Շատ հստակ ցույց է տալիս, որ մենք հավատացյալներս Քրիստոսի մեջ գտնվելով ավելի բարձր ենք, քան То есть, սատանան։ если сатана под ногами нашего Господа, Եթե սատանան մեր Տիրոջ ոտքերի տակ է, а я пребываю во Христе, իսկ ես բնակվում եմ то Քրիստոսի сатана մեջ, также и под моими ногами. այդ դեպքում սատանան նաև իմ ոտքերի Мы տակ։ должны это знать. Մենք պետք է սա իմանանք։ Мы должны верить, что мы сильнее дьявола. Մենք պետք է հավատանք, որ մենք զորավոր ենք սատանայից։ Условие, если пребываем во Христе. Պայմանը մեկն է, եթե բնակվում ենք Քրիստոսի։ Верующие находятся на более высоком положении, чем сатана. Հավատացյալը ավելի բարձր դիրքի մեջ է, քան թե սատանան։ И занимать высоту является преимуществом в любой войне. Եվ ձեռք բերել այդ բարձրությունը դա նշանակում է յուրաքանչյուր պատերազմի մեջ հաղթանակ ունենալ։ Всегда, когда идет война, то хотят высоту занимать высоту. Միշտ երբ որ պատերազմ է գնում, մարդիկ ձգտում են, չէ, բարձրունքները գրավել։ Почему? Потому что оно дает тебе преимущество. Ինչու որտեվ տալիս է հնարավորություն, Ты видишь вот этот обзор, առավելություն։ видишь обзор вот этот, Դու տեսնում ես տեսարանը, и ты можешь атаковать сверху. եւ դու կարող ես հարձակվել վերևից։ Понимаете, да? Հասկանում եք։ И мы имеем вот это положение во Եվ Христе. մենք ունենք այս դիրքը Քրիստոսի մեջ։ Слава Иисусу. Փառք Հիսուսին։ Дальше апостол Павел сказал, что Христос превознесен выше всякого начальства. Շարունակության մեջ Պողոս առաքյալը ասում է, որ Քրիստոսը ինքը բոլոր տերություններից վեր է։ Земля является подножьем ног его. Երկիրը նրա ոտքերի պատվանդանն է։ Враги под ногами его, Թշնամիները նրա ոտքերի տակ են։ а я в нем. Իսկ ես նրանում եմ։ Я в нем. Հալելույա, ես И նրանում теперь եմ։ все это я это положение приобрел. Եվ հիմա այս դիրքը ես արդեն ձեռք եմ բերել։ Благодаря крови Иисуса Իշ Христа. շնորհիվ Հիսուս Քրիստոսի արյան։ Слава нашему Господу. Փառք մեր Տիրոջը։ Земля является его подножием, враги под ногами. Երկիրն ու թշնամիները նրա ոտքերի տակ են։ Дальше, когда мы сражаемся с дьяволом, мы ведем борьбу не как стоящие ниже. Երբ որ մենք պատերազմում ենք թշնամու հետ, մենք պատերազմը վարում ենք ոչ թե ներքևի դիրքից։ Помните про это? Հիշեք սրա մասին։ Мы как с превосходящей позиции власти. Մենք կարծես թե այդ վերին այդ դիրքից ենք։ Нам не нужно с дьяволом торговаться. Մեզ պետք չէ առևտուր անել թշնամու Мы հետ։ просто должны заявить о нашем положении во Христе Մենք Иисусе ուղղակի պետք է հայտարարենք մեր դիրքի մասին Քրիստոսի մեջ и լինել։ действовать со властью.
եւ գործենք իշխանությամբ։ Я помню, однажды Бог сказал мне там прийти в одно место. Ինչպես մեկ անգամ Աստված ինձ ասեց գնա այս իշտեղը։ Это когда я только уверовал, я на своем районе я проповедовал Евангелие. Դա երբ որ ես նոր հավատացել էի ու իսկ սկսել եմ տարածքում արդեն И ավետարանը я знал какие-то преступные такие места, эти, как они, притоны разные. Ես գիտեի այդ հանցագործների այդ տարբեր տեղերը, որտեղ խմբավորված havաքվում И են։ я так стучался, знал, как войти туда. Ես այդ կոդը գիտեի ինչպես թակել։ И когда двери открывали, я заходил туда. Երբ որ դուռը բացում է, ես մտնում եի այդտեղ։ И я проповедовал. Ու քարոզում էի նրանց։ И люди слышали, что я уверовал, Մարդիկ լսել են, որ ես հավատացել եմ, но они точно не могли понять, то ли я на самом деле уверовал, то ли притворяюсь. բայց նրանք չէին կարողանում հասկանալ, ես իսկապես հավատացել եմ, թե ձևացնում եմ։ И я пользовался этим, заходил смело и проповедовал. Ես օգտվում եմ սրանց ու համարձակ ներս էի մտնում ու Я ավետարանում։ помню, я однажды пришел в одно место. Ինչպես մեկ անգամ գնացի մի վայր, Человек 5-6 там было. 5-6 հոգի էին այն։ Такие были, ну, бандиты там отъявленные были. Հանցագործներ էին այդպես հայտնի։ С оружием они были там. Զենքերով էին։ И у них были наркотики, они готовили себе наркотики, чтобы уколоться. Նրանք իրենց համար թմրադեղեր էին պատրաստում, որպեսզի И ներարկվեն։ я просто туда пришел. Ես ուղղակի եկա այդտեղ, Я пришел туда с Иисусом. ես այդտեղ гնացի Հիսուսի հետ։ И я сел там просто на диван в зале Ես сел. այնտեղ բազմոցին ուղղակի սենյակում նստեցի, Ничего не делал, ничего не говорил. ոչինչ չարեցի, ոչինչ չխոսեցի։ Я просто пришел и сел. Ես ուղղակի գնացի ու նստեցի։ И вдруг через некоторое время Եվ անկած որոշ ժամանակ անց из комнаты выходит один парень. սենյակից դուրս է գալիս մի տղա, И он так в одних трусах выходит. եւ նա այդպեսի sense շորտիկով, И из всех вен кровь у него бежит, եւ потеки այս крови. բոլոր երակներից արյունն է И он հոսում։ так стоит со шприцом, Եվ կանգնած այդ սպրիչով այդ смотрит на меня. Հա։ Смотрит на меня и говорит, Նայում է ինձ ու ասում է. что тебе нужно? Ինչ ես ուզում։ Зачем ты пришел? Ինչի համար ես Ты եկել։ видишь, мы не можем уколоться. Չես տեսնում չեն կարող То ներարկվել։ есть они там, я просто сижу в зале, Պատկերացեք ես ուղղակի նստած եմ а они в սենյակում, другой комнате, они не все не могут уколоться, вену не могут իսկ նրանք поймать. մյուս սենյակում չեն կարողանում ներարկվել իրենց И я երակը тогда չեն подумал, կարող։ как силен наш Господь. Ես այդ ժամանակ մտածեցի ինչ զորավոր է մեր Աստված։ Ничего ты еще не говоришь, просто ты присутствуешь там. Ոչինչ չես ասում, ուղղակի դու միայն ներկա ես И լինում они այնտեղ։ ничего не могут сделать, они не могут грешить. Եվ նրանք ոչինչ չեն կարողանում անել, չեն էլ կարողանում մեղ Поэтому գործել։ мы имеем это положение во Христе Դրա համար Иисусе. մենք ունենք Հիսուս Քրիստոսում այդ դիրքը։ И мы можем выступать с именем Иисуса против сил тьмы. Եվ մենք կարող ենք գործել Հիսուսի անունով խավար ուժերի Братья и դեմ։ сестры, в таком положении мы можем преодолеть все во Христе. Եղբայրներ, քույրեր, այսպեսի դիրքում մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ Քրիստոսի մեջ։ Апостол Павел говорит, все могу в укрепляющем меня Иисусе. Պողոս առաքյալը ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Мы Քրիստոսով։ должны знать, что эта победа одержана. Մենք պետք է իմանանք, որ այդ հաղթանակը արդեն ձեռք բերված է։ Иисус сказал, врата ада не одолеют церковь. Հիսուսը ասեց դժողքի դարպասները չեն հաղթահարի Но եկեղեցին։ я должен закрепить эту победу за собой. Բայց ես պետք է հաստատեմ այս հաղթությունը իմ В հետևից։ моей собственной жизни. Իմ սեփական կյանքի В մեջ։ том служении, которым меня Այն призвал Бог. ծառայության մեջ, որտեղ որ Աստված ինձ И կանչել է։ сатана должен встретиться с Иисусом. Եվ սատանան պետք է հանդիպի Հիսուսի Не հետ։ со мной он должен Ոչ թե встретиться. ինձ հետ։ Для него я не страшный. Ես նրա համար վախելու չեմ, Но и он боится Иисуса. բայց նա սարսափում է И Հիսուսից։ поэтому он должен через меня встретиться с Иисусом. Դրա համար նա իմ միջոցով պետք է հանդիպի Հիսուսի Когда հետ։ я встречаюсь с сатаной, Երբ որ ես հանդիպում եմ սատանայի пусть հետ, Иисус смотрит на него. այդ ժամանակ թող Հիսուսը նայի И նրան։ это говорит о том, когда мы пребываем во Դա Христе. խոսում է նրա մասին, երբ որ մենք բնակվում ենք Քրիստոսի մեջ։ Христос несет ответственность за нас, Քրիստոսը մեր փոխարեն պատասխանատվություն է если կրում, мы пребываем в нем. եթե մենք բնակվում ենք նրա Это մեջ։ было продемонстрировано в день Пятидесятницы. Այդ ամեն ինչը ցուցադրվեց նաև Պենտեկոստեի օրը։ И Господь сказал, даю вам власть наступать на змеи и скорпиона. Եվ Աստված ասեց, ես իշխանություն եմ տալիս ձեզ օձերի եւ կարիճների վրա կողքրտելու։ Наступать это не вот так делать, не так. Այդ կողքրտելը դա այսպես անել չի։ Наступать это идти вперед, в наступление, в наступление, в Այլ դա наступление. նշանակում է գնալ առաջ, գնալ առաջ։ Мы завоевываем территорию для Царства Божьего. Մենք տարածքներ ենք գրավում Աստծո Мы թագավորության համար։ продвигаемся вперед, вперед. Մենք շարժվում ենք առաջ, առաջ։ Мы все больше и больше людей приобретаем для Царства Ավելի Божьего. ու ավելի շատ մարդիկ ենք ձեռք բերում Աստծո արքայության И Он համար։ сказал, что вы будете и прогонять силу вражью. Եվ նա ասում է դուք կսկսեք
թշնամու բոլոր զորքերը դուրս վռնդել։ И он говорит, что ничто не повредит вам. Եվ ասում է ոչինչ ձեզ չի վնասի։ А потом добавляет. Հետո ավելացնում է։ Однако вот этому не радуйтесь, что бесы вам повинуются. Բայց մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են։ Но радуйтесь, почему это происходит. Բայց ուրախացեք, թե ինչու է դա լինում։ Потому что имена ваши записаны в книге жизни. Որտեվ ձեր անունները գրված են կյանքի գրքի մեջ։ Вот этому радуйтесь. Այս սրա համար Потому ուրախացեք։ что я в вас. Որտեվ ես եմ ձեր մեջ։ Радуйтесь, что мы вместе. Ուրախացեք, որ մենք միասին ենք։ И нам важно это понять. Եվ մեզ համար շատ կարևոր է սա։ Мы говорим с вами о крови. Մենք խոսում ենք ձեզ այդ արյան մասին։ Мы соединяемся со Христом посредством крови Его. Մենք մեկանում ենք Քրիստոսի հետ իր արյան միջոցով։ И спасение происходит благодаря крови. Եվ փրկագնումը կատարվում է իր շնորհիվ արյան։ Благодаря крови наше имя записано в книгу Իր жизни. շնորհիվ արյան մեր անունները գրված են կյանքի գրքում։ Слава Иисусу. Փառք Հիսուսին։ Дальше мы должны понимать, что вот эти слова не обращены к ученикам, Շարունակության մեջ մենք պետք է հասկանանք, որ այս խոսքերը նիաբրշնի обращены. վերաբերում են աշակերտներին։ Но для нас есть суровое предупреждение. Բայց մեզ համար շատ խիստ զգուշացում կա։ Мы прочитаем Матфея 7 глава 22-23 стих. Մենք կկարդանք Մատթեոս 7-րդ գլուխ 22-ից 23։ Մատթեոս 7:22-ից 23։ Иисус говорит: многие скажут мне в тот день: Господи, Господи, не от Твоего ли имени мы пророчествовали, не Твоим ли именем бесов изгоняли, не Твоим ли именем многие чудеса творили? Հիսուս ասում է շատերը կասեն ինձ այն օրը Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ И գործեցինք։ тогда объявлю им: я никогда не знал вас, отойдите от меня, делающие беззаконие. Եվ այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք ով անօրենություն գործողներ։ Смотрите, Господь предупреждает нас, что обладание силой не является свидетельством спасения. Տեսեք Աստված մեզ զգուշացնում է, որ զորության ձեռքբերումը դեռ փրկության նշան չէ։ То есть явление обладания силой на самом деле не является важным показателем. Այսինքն զորության ձեռքբերումը դեռ կարևոր ցուցանիշ չէ։ Мы можем радоваться о нашем спасении через кровь. Մենք կարող ենք ուրախանալ մեր փրկության համար միայն արյան Почему? միջոցով։ Потому что все наши действия вытекают вот из этого положения. Ինչու որտեղ մեր բոլոր գործողությունները այս դիրքից են դուրս գալու։ Это самое важное. Սա է Но ամենակարևորը։ когда человек сбивается с пути, Բայց երբ որ մարդը ինքը ճանապարհից շեղվում է, то есть он выходит из-под Христа, այսինքն նա дուրս է գալիս Քրիստոսի մեջից, и он перестает уподобляться Христу. եւ նա դադարում է նմանվել Քրիստոսին, Он как бы не сразу удаляется, что немедленно. միանգամից չի հեռանում։ Но бывает так, что мы продолжаем свою деятельность. Мы от Христа отходим, но продолжаем деятельностью своей Իսկ заниматься. մենք Քրիստոսից հեռանում ենք, բայց մեր գործողությունը շարունակում ենք դրանով И в զբաղվում։ конечном итоге мы можем потерять спасение. Եվ վերջ-վերջո մենք կարող ենք կորցնել մեր փրկությունը։ Дэвид Вилкерсон рассказывал такую историю. Դեվիդ Վիլքերսոնը այսպես պատմություն էր պատմում։ Однажды он приехал в одну страну, Մեկ անգամ նա գնում է մի երկիր и там он служил в церкви. եւ այնտեղ ծառայում է եկեղեցում։ Пастор церкви, 2000 человек в этой церкви. Եկեղեցու հովիվը, որ եկեղեցին կազմված էր 2000 հոգուց։ И говорит, такое хорошее служение Ասում было. է այնքան հրաշալի ծառայություն И էր։ после служения пастор этой церкви пригласил Вилкерсона в ресторан поужинать. Եվ ծառայությունից հետո այդ եկեղեցու հովիվը նրան հրավիրեց Վիլքերսոնին, որ ռեստորանում գնան И սնվելու։ этот пастор был с женой. Եվ այդ հովիվը կնոջ հետ էր։ И вот они кушали, Եվ ահա նրանք սնվում и էին, вдруг жена говорит своему мужу, пастору. եւ հանկարծ կինը ասում է իր ամուսնուն։ Она говорит: ты расскажешь или я расскажу ему? Ասում է դու ես պատմելու, թե ես պատմեմ։ И Вилкерсон сидел, слушал их. Եվ Վիլքերսոնը нստած լսում էր նրանց, И он говорит: я подумал, неужели они сейчас будут исповедоваться мне в блуде? ասում է միթե նրանք պետք է ինձ հետ խոստովանություն անեն շնության հետ կապված։ 2000 членов церковь. 2000 հոգանոց եկեղեցի։ Жена говорит: ты расскажешь ему об этом или мне рассказать? Կին ասում է դու ես պատմելու նրան այդ մասին, թե ես պատմեմ։ И этот пастор говорит: хорошо, я скажу. Եվ հովիվը ասում է լավ, ես И կասեմ։ он говорит: знаешь, Дэвид, Ասում է գիտես Դեվիդ, я уже около года вообще не молюсь. ես արդեն շուրջ 1 տարի է ինչ չեմ աղոթում։ Что-то произошло со мной. Ինչ որ մի բան կատարվեց ինձ հետ։ Я просто не молюсь уже год не молюсь. Ես ուղակի արդեն 1 տարի է ինչ չեմ И աղոթում։ я не знаю, как мне вернуться к этому состоянию. Եվ ես չգիտեմ ինչպես վերադառնալ այդ իր կարգավիճակին։ Представляете, пастор церкви, у которого 2000 человек, он не молится. Պատկասեք եկեղեցու հովիվ, որի անդամները 2000 հոգի են ու չի աղոթում։ Это ужасное состояние. Սա ահավոր կարգավիճակ Об է։ этом говорил Иисус.
Դրա մասին խոսում էր Они Հիսուսը։ продолжают совершать служение. Նրանք շարունակում են իրենց ծառայությունը։ А Господь говорит, я никогда не знал вас. Իսկ Տեր ասում է, ձեզ երբեք չեմ էլ ճանաչել։ То есть, понимаете, он вроде бы живет с Иисусом, но он с Иисусом не разговаривает. Իսկ հասկանում եք, մարդը կարծես թե ապրում է Հիսուսի հետ, բայց Հիսուսի հետ չի էլ Ну, զրուցում։ представьте, у вас жена, и вы с женой год не разговариваете. Պատկերացրեք, կինն եք ու кնոջ հետ 1 տարի արդեն չեք Вы զրուցում։ можете сказать, что у вас хорошие отношения в семье. Դուք կարող եք ասել, որ лав հարաբերություն ունենք։ О, мы счастливая семья, год с женой не Մենք разговариваем. հրաշալի երջանիկ ընտանիք են, կնոջ հետ 1 տարի չեմ Нет, это խոսացել։ говорит о том, что брак потерял свою суть, он разрушен уже. Ոչ, դա խոսում է այն մասին, որ այդ ամուսնությունը կորցրել է իր միտքն, իր И, գաղափարը։ конечно, когда человек сбивается с пути, Бог не удаляется от него сразу. Իհարկե, որ մարդը ճանապարհից շեղվում է, Աստված միանգամից նրան չի հեռացնում։ Мы продолжаем свою деятельность, и происходят какие-то вещи, Бог делает, совершает Մենք что-то. շարունակում ենք մեր գործունեությունը, դեռ Աստված ինչ-որ баներ անում է։ Но мы думаем, что у нас все в порядке. Բայց կարծում ենք, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Когда мы смотрим, что есть какой-то результат Երբ положительный, որ տեսնում ենք, որ դրական ինչ-որ արդյունք կա, но на самом деле это не так. բայց իրականում դա այդպես չէ։ И вот поэтому почему? Потому что в нашей жизни присутствует грех. Ինչու որտեղ մեր կյանքի մեջ ներկա է մեղքը։ Не все в порядке. Ամեն ինչ չի որ լավ է։ Но остается в силе обетования. Բայց մնում է ուժի մեջ խոստումը։ Нам была обещана победа над бесами. Մեզ խոստացված է իշխանություն դևերի И վրա была обещана сила. եւ խոստացված է зորություն։ Иисус сказал, дана мне всякая власть на небе и на Հիսուս земле. ասեց, ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի И она վրա։ была дана ему как человеку Иисусу Христу. Եվ նա տրվել էր որպես Հիսուս Քրիստոս И անձին։ Он эту власть отдал нам, отдал своей Եվ церкви. նա այդ իշխանությունը տվեց մեզ, տվեց իր եկեղեցուն։ Эта власть принадлежит нам. Այդ իշխանությունը մեզ է И պատկանում։ пока мы пребываем в том месте, Եվ քանի դեռ մենք բնակվում ենք այդ վայրում, то тогда в то место, в которое мы помещены кровью Иисуса, այդ վայրում, որտեղ որ մենք տեղափոխվել ենք Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ, мы можем пользоваться этой властью и действовать ей. մենք կարող ենք օգտվել այդ իշխանությունից եւ գործել И դրանով։ она будет работать. Եվ նա կաշխատի։ Иисус купил людей своей кровью. Հիսուսը գնեց իր արյունով մարդկանց։ Та же самая сила, которая воскресила Иисуса из мертвых, она дана нам. Այն նույն զորությունը, որ Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, տրված է մեզ։ И Святой Дух пребывает в наших телах. Եվ Սուրբ Հոգին բնակվում է մեր մարմիններում։ Наше тело – храм Святого Духа. Մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են։ Не все это знают. Ոչ բոլորն են որ դա Поэтому գիտեն։ апостол Павел говорит, вы что, разве вы не знаете? Դրա համար Պողոս առաքյալ ասում է, ինչ է չգիտեք։ Походу, они не знали. Երևի թե նրանք չգիտեին։ Он говорит, тела ваши – храм Святого Духа. Ասում է, ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են։ Поэтому тот, кто в нас, больше та сатаны. Դրա համար նա որ մեր մեջ է ավելին է քան Ամին։ սատանան, ամեն։ И когда сатана крадет у нас силу, Երբ որ սատանան մեզանից գողանում է ուժը, он ослепляет нас настолько, что мы не осознаем, что мы обладаем ею. նա կուրացնում է մեզ այն աստիճան, որ մենք անգամ չենք էլ գիտակցում, որ դա ունենք։ И когда он заставляет нас в это поверить, тогда у него есть шанс поразить нас. Երբ որ նա ստիպում է մեզ դրան հավատալ, այդ ժամանակ նա ունի հնարավորություն մեզ Нам հաղթելու։ придется вести с дьяволом войну. Մեզ պատրաստ է սպասում է պատերազմ տանել Мы սատանայի։ столкнемся с ним лицом к лицу. Մենք կհանդիպենք նրա հետ երես առ երես։ И Бог, Он обязательно поможет Եվ нам. Աստված անպայման կօգնի Он մեզ։ будет воевать вместе с нами. Նա կպատերազմի մեզ հետ միասին։ Иаков пишет, смиритесь пред Господом и вознесет вас. Հակոբոս ասում է խոնարհվեք Աստծո հզոր բազուկի տակ եւ նա То կբարձրացնի есть что ձեզ։ значит смиритесь пред Господом? Այսինքն ինչ է նշանակում խոնարհվեք Աստծո։ Покоритесь Его Слову. Խոնարհվեք նրա խոսքին։ Делайте то, что Он говорит вам. Արեք այն ինչ որ նա ասում է ձեզ։ Делайте то, что написано. Արեք այն ինչ որ գրված է։ Нам необходимо подчиниться Богу. Вот что это значит. Մեզ անհրաժեշտ է հնազանդվել Աստծուն, ահա թե դա ինչ է նշանակում։ Прежде чем мы вступим в битву, нужно покориться Богу. Միջև որ պատերազմի մեջ կմտնենք, մեզ պետք է հնազանդվել Աստծուն։ Сначала покоритесь Богу, потом противостаньте дьяволу. Ի սկզբանե հնազանդվեք Աստծուն, հետո հակառակվեք И սատանային։ когда мы подчиняемся Богу, противостаем дьяволу, мы одерживаем победу. Երբ որ մենք հնազանդվում ենք Աստծուն եւ հակառակվում ենք սատանային, հաղթություն ենք տանում։ Дьявол бежит от нас. Սատանան փախչում է մեզանից։ Смотрите, сатана – это ангел. Տեսեք, սատանան ինքը հրեշտակ է։ Он не может умереть. Նա չի կարող մահանալ։ Его нельзя убить. Չես կարող սպանել։ Но мы можем разрушить его дела. Բայց մենք կարող ենք քանդել նրա То գործերը։ есть вот то, что он делает, Այսինքն այն ինչ որ նա անում է, мы можем разрушить. մենք կարող ենք քանդել։ И часто мы немножко этого не понимаем. Հաճախ մենք դա կարծես թե չենք էլ Мы հասկանում։ пытаемся дьявола убить.
Մենք փորձում ենք սատանային սպանել։ Не убьете вы его. Չեք սպանի նրան։ Мы не к этому призваны. Մենք դրա համար չենք Мы կանչված։ призваны разрушить его дела. Մենք կանչված ենք, որ նրա գործերը քանդեն։ Поэтому я смотрю на дела, которые он делает. Դրա համար ես նայում եմ այն գործերին, որ նա արել է։ Как он обезобразил человеческую душу. Ինչպես է նա անընդունակ դարձրել Изуродовал жизнь человека. մարդկանց կյանքերն էլ ավիրել։ Мы работали среди наркоманов. Մենք ապրել ենք թմրամոլների մեջ։ Полностью жизнь сатана разрушил их. Ամբողջությամբ կյանքը նրանց քանդել է։ Ничего не осталось. Ոչինչ չէր մնացել։ Ни здоровья, Ոչ առողջություն, ни семьи, ни отношений. ոչ ընտանիք, ոչ հարաբերություն։ Но я видел, как Иисус исцелял все это. Բայց ես տեսնում եմ ինչպես է Հիսուսը բժշկում այդ Когда мы ամենը։ именем Иисуса разрушали его дела. Երբ որ Հիսուսի անունով մենք քանդում ենք նրանց И գործերը, Бог восстанавливал эти развалины. եւ Աստված վերականգնում էր այդ Слава քանդվածները։ нашему Господу. Փառք մեր Տիրոջը։ Поэтому мы разрушаем дела дьявола. Դրա համար մենք քանդում ենք սատանայի գործերը։ И как служители Христа мы должны проповедовать о крови. Եվ ինչպես Հիսուս Քրիստոսի ծառաներ մենք պետք է քարոզենք արյան В մասին։ церквях тоже мы должны говорить о крови. Եկեղեցիներում нույնպես պետք է քարոզենք արյան մասին։ Часто не говорится уже, как бы эта проповедь часто забыта. Հաճախ չի խոսասում, կարծես թե այս քարոզը մոռացված է։ И поэтому так мало победы в жизни верующих Դրա համար людей. քիչ հաղթանակներ են հավատացյալների մեջ։ Мы не научили людей стоять вот на крови. Մենք չենք սովորեցրել մարդկանց կանգնել արյան вրա։ Уверенность в людях должна быть восстановлена. Վստահությունը մարդկանց պետք է վերականգնվի։ Еще очень грустно видеть факт, что в наши дни очень мало песен о крови Христа. Եվ նաև փաստ է, որ ու շատ տխուր է, որ շատ քիչ երգեր Не ունենք արյան знаю, есть մասին։ такие песни, там «Сила Божья животворна», «Сила Божья Զորություն կա животворная». մեծ եւ հրաշալի, Очень хорошая песня. գառնուկի Старая песня. արյան շատ Да. լավ երգ է, հին երգ Или է։ «Кровь Христа», а мы, да, это же хорошие песни. Но Իսուս Իսուր։ какие песни заполняют сегодня наши сердца? Բայց ինչպեսի երգեր են այսօր մեր սրտերը լցնում։ Когда мы поем песню, это какая-то истина входит в нас. Երբ որ մենք երգում ենք երգեր, ինչ որ ճշմարտություն է մեր ներս Вот գալիս։ сейчас мы пели эту песню, пусть бушует шторм, гром гремит. Ահա մենք նոր երգեցինք, չէ՞ թող И это истина, которую мы принимаем. եւ դա ճշմարտություն է, որ մենք ընդունում В ենք։ каждой песне есть определенная истина. Ամեն երգի մեջ կա հստակ И если мы ճշմարտություն։ поем песни о крови, то тогда эта истина о крови входит в Երբ որ нас. մենք երգում ենք արյան մասին երգ, այդ ճշմարտությունը արյան մտնում է մեր սրտի մեջ։ А сейчас обычно мы поем такие коротенькие песни о самих себе. Իսկ մենք սովորաբար արդեն սկսել ենք երգել այսպիսի կարճ երգեր մեր մասին։ 4 строчки, 4 տող, и 20 минут мы их гоняем вот так вот. 20 րոպե մենք տենց երգում ենք։ И смотришь, люди уже устали, Ունանես մարդիկ արդեն а мы հոգնել են։ все гоняем. Իսկ մենք դեռ պտտում И ենք։ песни все про себе, какой я, вот я Ու пришел. երգը մեր մասին, я пред ինչպեսին Иисусом. եմ ես եկել եմ Հիսուսի առաջ։ Даже люди даже не знают, в чем суть этой борьбы. Մարդիկ անգամ չեն հասկանում գաղափար այս պատերազմի, Потому что պայքարի։ это истина о крови, они не слышат ее, они не знают ее. Որտեւ այդ ճշմարտությունը արյան մասին նրանք չեն լսում, չեն իմանում։ Знаете, как дьявол проповедует в церкви? Գիտեք ինչպես է սատանան քարոզում եկեղեցում։ Очень часто через песни. Հաճախ երգերի միջոցով։ Один мой друг пастор сказал, говорит, понимаешь, где-то 70% лжеучения заходит через песни. Մի ընկեր ունեմ, որ ասեց, գիտես, որ 70% սխալ վարդապետությունը գալիս է եկեղեցու մեջ այդ սխալ երգերի միջոցով։ Дьявол накладывает свою теологию в музыке. Սատանան երաշտության երգի միջոցով է И փորձում он проникает так в церковь. մտցնել եկեղեցու մեջ։ Поэтому нам нужно говорить о крови. Դրա համար մեզ անհրաժեշտ է խոսել արյան մասին։ Пасторам нужно научиться и проповедникам проповедовать о крови. Հովիվներին եւ քարոզիչներին պետք է совորել եւ քարոզել արյան Нам մասին։ нужны песни прославления о крови. Մեզ պետք են երգեր փառաբանության արյան И մասին։ эта теология, она утвердится в молодых сердцах и сохранит тогда их в грядущем поколении. Եվ սա կդրվի երիտասարդ մարդկանց սրտերի մեջ ու սերունդեսերունդ Слава կփոխանցվի։ нашему Господу. Փառք մեր Տիրոջը։ Аминь. Ամեն։ Аминь. Ամեն։ Молимся.